Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1377-րդ օրն է, վատ լուրեր կան Ռուսաստանի համար, բարի դրոնները հասել են Դաղստան, սանկցիաները քայքայում են Ռուսաստանի տնտեսությունը, իսկ Հնդկաստանը ռուսական նավթի ամենամեծ գնորդներից մեկը մասսայականորեն սկսեց փոխարինել ռուսական նավթը Գայանայի նավթով, մեծ դասի 2 հսկա սուպեր տանկեր արդեն բեռնաթողվել են եւ շարժվել են դեպի Հնդկաստան, դեկտեմբերին ռուսական նավթի գնումները Հնդկաստանի կողմից գրեթե զրոյացվել են։ Այդ ընթացքում Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմը, որի օգնությամբ ագրեսոր երկիրը շրջանցում է սանկցիաները, արտահանելով իր նավթը, արդեն որերորդ օրն է կորուստները կրում։ Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Սենեգալի ափերի մոտ աղետի ազդանշան է ուղարկել MT Mersin նավը, որը Աֆրիկա ուղևորվելուց առաջ մտել էր Ռուսաստան։ Միջադեպի մասին տեղեկացնում է թուրքական Դենիս Հաբեր ծովային գործակալությունը։ Հաղորդագրության համաձայն տանկերը իբր խոցվել է ուկրաինական ծովային դրոնի կողմից ռուսական նավթ տեղափոխելու պատճառով։ Տանկերը Պանամայի դրոշի տակ է աշխատում, կառուցվել է 2009 թվականին եւ ունի 50,000 տոննա բեռնատարողություն։ Տանկերի սեփականատերը թուրքական Beşiktaş Deniz Çelik ընկերությունն է։ Ուկրաինական կողմը դեռ տեղեկատվություն չի հրապարակել այս ուղղությամբ, բայց ինչպես նախորդ երկու տանկերների դեպքում, որոնք խոցվել էին Թուրքիայի ջրերում, տեղեկությունը նույնպես անմիջապես չհայտնվեց ՍԲՈ-ի կողմից։ Կսպասենք պաշտոնական հաստատմանը։ Նախորդին տեղեկացրել էի, որ Թուրքիայի արտգործնախարարությունը իր հայտարարությունում միջադեպի մասին Կիևը չնշեց։ Պարզ է, որ Թուրքիան հիմա չունի պատրաստի պատասխաններ նման զարգացումներին, որովհետև եթե սկսի շատ բողոքել, ապա արևմուտքից կսկսեն հարցեր հնչել Թուրքիայի Ռուսաստանին օգնելու առումով։ Մայամիում ավարտվեց Ամերիկա-Ուկրաինա հերթական բանակցային փուլը, հնարավոր խաղաղության ծրագրի շուրջ այստեղ նույնպես Պուտինի համար առայժմ ոչ մի լավ բան չի կանխատեսվում, երկու դաշնակիցներ քննարկել են կարմիր գծերը եւ շուտով կիմանանք, թե սա ինչ է նշանակում Ռուսաստանի համար կամ ինչ արձագանք կլինի Մոսկվայից առաջիկա շաբաթվա ընթացքում։ Իսկ մինչ այդ նրանք զբաղված են նոր ֆեյքերի տարածմամբ, իբր Զելենսկին կհեռանա ինչ-որ փաստաթուղթ ստորագրելուց հետո, պետք է ինչ-որ բանով զբաղեցնեն, իրենց մարդկանց ուղեղները։ Եթե կապիտուլյացիայի սցենարը չի ստացվում, ապա հիմա բռնել են մի նոր անհայտ մարդու կարծիք եւ տարածում են անհետեցություններ, բայց մեզ համար նորություն չէ, պատերազմում պարտվելով Կրեմլը նորից կփորձի ստեղծել մի պատկեր, թե իբր իրենք չեն պարտվում, այլ պարտվող կողմը մենք ենք։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ըստ Ֆիգարոյի կարծում է, որ առաջիկա շաբաթը կարող է ճակատագրական լինել Ուկրաինայի համար, հաշվի առնելով սպասվող մի շարք բանակցություններ։ Կալասի խոսքով Եվրամիությունում տեղյակ են, որ բանակցությունները Ամերիկայում բարդ, բայց արդյունավետ են եղել, դե կապրենք կտեսնենք։ Զելենսկին Փարիզում հանդիպում է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ եւ նախատեսում է իր առաջին պաշտոնական այցելությունը Իռլանդիա։ Իսկ Պուտինը ձմեռվա առաջին շաբաթը սկսեց հրթիռային հարվածով Դնեպրին, արդեն 3 խաղաղ բնակիչ է զոհվել եւ 4 տասնյակ մարդիկ վիրավորվել։ Մինչ մեր եթերի այլ թեմաներին եւ ռազմաճակատի լուրերին անցնելը, խնդրում եմ ձեզ օգտագործեք YouTube-ի գործիքները մեր եթերին աջակցելու համար, լայքեք եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում մեր եթերը, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Ինչպես միշտ ավելի շատ նորություններ եւ տեսանյութեր կան մեր Telegram-յան ալիքում, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Դեկտեմբերի 1-ին նախագահ Զելենսկին հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, կենտրոնանալով պատերազմի ավարտի եւ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների վրա։ Զելենսկին հանդիպման մանրամասները հրապարակեց իր Telegram-յան ալիքում, մեջբերեմ հիմա շատ բան կախված է յուրաքանչյուր առաջնորդի ակտիվ մասնակցությունից։ Այսօր մենք նաեւ կխոսենք այլ առաջնորդների հետ։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին մի քանի ժամվա կոնստրուկտիվ խոսակցության համար, իսկ Ֆինլանդիայի ղեկավար Ալեքսանդր Ստուբի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Զելենսկին մեկնաբանել է նախորդ օրը Մայամիում կայացած բանակցությունները, մեջբերեմ ամեն ինչ շատ կառուցողական էր, դեռ կան դժվար հարցեր, որոնք պետք է լուծվեն, մեր ներկայացուցիչները առաջիկա օրերին կվերադառնան Եվրոպա եւ նրանց հետ զրույցից ու բանակցությունների ընթացքի վերաբերյալ ամբողջական զեկույցից հետո կհստակեցնենք մեր հետագա գործունեությունը, նշել է Զելենսկին։ Նրա խոսքով հենց այսօր նախատեսված են բանակցություններ մի շարք եվրոպացի գործընկերների հետ, օրը կլինի շատ հագեցած
զարգացած դիվանագիտություն, պաշտպանություն, էներգետիկա առաջնահերթությունները ակնհայտ են։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնում են, ասել է Ուկրաինայի նախագահը։ Իսկ Կրեմլում հայտնել են Պուտինի եւ Ուիտկոֆի հանդիպման ամսաթիվը։ Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆը կմեկնի Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու համար։ Հանդիպումը նախատեսված է կայացնել դեկտեմբերի 2-ին, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղարը։ Մակրոնը իր հերթին հայտարարել է, որ վճռականների կոալիցիան ավարտել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքը եւ մտադիր է դրանք քննարկել Միացյալ Նահանգների հետ։ Ֆրանսիայի նախագահն այս հայտարարությունն արել է Ուկրաինայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է անցկացրել նաեւ եվրոպացի գործընկերների հետ, այդ թվում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Դանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի ներկայացուցիչների, Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչների հետ։ Քաղաքական գործիչները քննարկել են Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության եւ ամերիկյան կողմի միջև բանակցությունների բովանդակությունը։ Մեջբերեմ, մենք շատ լավ քննարկում ունեցանք մեր եվրոպացի ընկերների հետ հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ։ Ձևաչափը իսկապես օգտակար է։ Եվրոպայի զգալի մասը միասին է եւ սա մեծապես օգնում է Եվրոպային պաշտպանել իր ընդհանուր շահերը։ Ուկրաինա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Լեհաստան, Իտալիա, Դանիա, Նորվեգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Եվրահանձնաժողով, Եվրոպական խորհուրդ եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, նշել է Զելենսկին։ Նիդերլանդները Փարլ նախաձեռնության միջոցով 250 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի օդային պաշտպանությունը ամրապնդելու F-16-երի համար օդային պաշտպանության համակարգերի եւ զինամթերքի ֆինանսավորման համար։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը երկուշաբթի դեկտեմբերի 1-ին։ Ուկրաինան նաեւ լրացուցիչ 1 միլիարդ եվրո է փնտրում ամերիկյան զենք գնելու համար նույն Փարլ ծրագրի միջոցով, որը ամերիկյան զենքի գնման ծրագիր է եվրոպացի գործընկերների ֆինանսներով։ Այս մասին Բլումբերգին տված մեկնաբանության մեջ հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավար Ալյոնա Հետմանչուկը։ Միևնույն ժամանակ Ուկրաինան եւ Նիդերլանդները սկսել են դրոնների միասնական արտադրություն։ Պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը դեկտեմբերի 1-ին հայտարարել է ուկրաինա-հոլանդական համատեղ դրոնների արտադրության նախագծի մեկնարկի մասին։ Մեջբերեմ, արտադրությունը կբաշխվի Նիդերլանդների եւ Ուկրաինայի միջև, դրոնները կգնվեն հոլանդական կողմից եւ կփոխանցվեն Ուկրաինայի պաշտպանության ուժերին։ Մենք շարունակում ենք ընդլայնել ուկրաինական լավագույն զինամթերքի արտադրությունը համագործակցելով մեր գործընկերների հետ, նշել է ուկրաինացի նախարարը, ովքեր չգիտեմ, ասեմ, որ համապատասխան ծրագիրը նախատեսում է, որ մեր արտասահմանյան գործընկերները մեր իսկ երկրում պատվիրում են զենք զինամթերք, ֆինանսավորելով այն եւ հետո այդ զենքը փոխանցվում է ուկրաինական ուժերին։ Պատերազմից հետո նախատեսվում է, որ այդ արտադրության բարիքներից կօգտվեն նաեւ մեր գործընկեր պետությունները։ Ռուսաստանի Նովոսիբիրսկի եւ Բրյանսկի մարզերում նոյեմբերի վերջին տեղի ունեցած պայթյունները երկաթուղ առանցքային օբյեկտներում դժվարացրել են ռուսների լոգիստիկան, հատկապես ռազմական լոգիստիկայի մասին է խոսքը։ Լրատվամիջոցները նշում են, որ նոյեմբերի 20-ին եւ 28-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով ավերվել են վառելիքամ քսուքային նյութերի պահեստներ եւ վնասվել երկաթուղային գծեր, ինչը ազդել է բեռնատար գնացքների երթևեկության վրա, այդ թվում ռուսական բանակի լոգիստիկ ապահովման համար։ Նոյեմբերի 20-ի կեսօրին Նովոսիբիրսկի մարզի Բարիշևը բնակավայրում պայթյուն է տեղի ունեցել արևմտյան Սիբիրի երկաթուղու վրա։ Պայթյունի հետևանքով ավերվել է երկաթուղային գիծը, ինչը հանգեցրել է բեռնատար գնացքների երթևեկության անհնարինությանը եւ լոգիստիկ երթուղիների խախտմանը։ Բացի այդ, նոյեմբերի 28-ին պայթյուն է տեղի ունեցել Բրյանսկի մարզի Ունեչա քաղաքում, սա արդեն որերորդ դեպքն է։ Հարվածը արձանագրվել է Ունեչա հանգուցային կայարանում Մոսկվայի երկաթուղու Բրյանսկ-Գոմել ուղղության վրա, որի միջոցով տեղափոխվում են վառելիքաքսուքային նյութեր եւ ռազմական տեխնիկա, ինչի արդյունքում վնասվել է երկաթուղային ինֆրաստրուկտուրան եւ զինվորական պահեստներ։ Իսկ նոյեմբերի 1-ի առավոտյան Կասպիյսկ քաղաքը ռուսական Դաղստանում ենթարկվել է բարի դրոնների հարձակման։ Հարվածի վայրի հարևանությամբ գտնվում է Դաղ դիզել պաշտպանական գործարանը։ Տեղական իշխանությունների տվյալներով դրոնները բոլորը խոցվել են, դա ռուսները միշտ այդպես են ասում, իսկ Ուկրաինայի գլխավոր շտաբը դեռ չի մեկնաբանել հարվածը։ Դաղստանից բացի
բացի ուկրաինական դրոնները նախորդին աշխատել են Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում, ինչպես նաև Ռոստովի մարզում, Թաթարստանում, Կրասնոդարի երկրամասում եւ Ռուսաստանի Ուկրաինայի հետ սահմանամերձ այլ մարզերում։ Բացի այդ, Մոսկվայում պայթուն է տեղի ունեցել ավտոմոբիլում, որը պատկանում էր ռուս գիտնականի, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի, Ստելմախի անվան Պոլյուս գիտահետազոտական ինստիտուտի աշխատակցին, ով մասնագիտանում է լազերային տեխնոլոգիաներում, ամենայն հավանականությամբ պայթյունը կարող է լինել նախազգուշական։ Ռազմաճակատում վերջին 24 ժամում տեղի ունեցել 171 մարտական բախում, ռուսական օկուպացիոն բանակը կորցրել է եւս 1060 օկուպանտ, ուկրաինական ուժերը նաեւ չեզոքացրել են օկուպացիոն ուժերին պատկանող 331 միավոր զենք եւ զինտեխնիկա, որոնց մեջ 1 տանկ, 6 զրահապատ մեքենա, 14 հրետանային համակարգ, 239 ռուսական դրոն եւ 71 տրանսպորտային միջոց։ Ամենաշատ մարտական բախումները արձանագրվել են Պոկրովսկում 66-ը, Ալեքսանդրովսկի ուղղությամբ եղել է 21 բախում, համեմատաբար ակտիվ էր Կոնստանտինովկայի ուղղությունը, որտեղ եղել է 16 բախում, Լիմանի ուղղությամբ եղել է 11 բախում։ Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ռուսական զորքերի կորուստները ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի կազմել են արդեն 1,173,920 օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը հայտնում է, որ նոյեմբեր ամսին ուկրաինական հոբ ուժերը ոչնչացրել են ավելի քան 9700 հրթիռ եւ դրոններ, ընդհանուր առմամբ մեկ ամսվա ընթացքում մեր հոբ ուժերը ոչնչացրել են 9707 օդային թիրախ, մասնավորապես 11 աերոբալիստիկ հրթիռ Կինժալ, 51 թևավոր հրթիռ Խ-101, 15 բալիստիկ հրթիռ Իսկանդեր M կամ KN-23, 20 թևավոր հրթիռ Կալիբր, 3 կառավարվող ավիահրթիռ Խ-5969, 19 թևավոր հրթիռ Իսկանդեր K, 2939 հարվածային շահեդ, 361 հետախուզական դրոն, 6288 այլ տեսակի ռուսական դրոններ։ 2025 թվականի նոյեմբերին Ուկրաինայի պաշտպանության ուժերի ավիացիայի կողմից ոչնչացվել է 400-ից ավել օդային թիրախ, կատարվել է 369 թռիչք, խոցվել են հրամանատարական կետեր, լոգիստիկ ապահովման օբյեկտներ, ինչպես նաև հակառակորդի անձնակազմի եւ տեխնիկայի կուտակման վայրեր։ Ամփոփել են գլխավոր շտաբում։ Շատ չերկարացնեմ երկուշաբթի օրվա եթերը, հիշեցնեմ, որ մեր Telegram-ում օրը գրեթե 24 ժամ կա տեղեկատվություն Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների մասին։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Այսօրվա համար այսքանը, հուսամ կհանդիպենք արդեն վաղը, ել ավելի լավ նորություններով։ Բարով մնաք։